Վարչական դատարանում բողոքարկվում է Հանրապետության կրթության և գիտության նախարարի որոշումը դպրոցի տնօրենին աշխատանքից ազատելու մասին։ Խոսքը Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի տնօրեն Մերուժան Ենգիբարյանի մասին է։ Այս դպրոցն առավել հայտնի դարձավ այն բանից հետո, երբ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները փաստեր ներկայացրին, իսկ դատարանն ապացուցեց, որ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցիչը տարիներ շարունակ սեռական բռնությունների է ենթարկել աշակերտներին։ Ուսուցիչն այս պահին ազատազրկման մեջ է, իսկ այդ դեպքից հետո տնօրենն ազատվել է աշխատանքից նախարարի հրամանով, ինչի համար էլ դիմել է դատարան։ Վերջնական պատիժ նշանակել ազատազրկին 2 տարի ժամկետով։ Գրեթե 6 ամիս առաջ այսպիսի վճիռ կայացրեց Էրեբունու և Նուբարաշենի ընդհանուր իրավասության դատարանը։ Ամբաստանյալի աթոռին նախկին ուսուցիչն էր Լևոն Ավագյանը։ Դատարանը հաստատել էր նրան ներկայացված մեղադրանքը՝ անհարակաբարով վարք թիվ 11 հատուկ դպրոցի 5 աշակերտուհիների նկատմամբ։ Երեխաները 12-ից մոտ 15 տարեկան հիմնականում բարետես աղջիկների հետ է դեպքերը կատարվել։ Մեկի վառ երևակայություններ, մեկի թե եսի ինչ հիշողություններ, մյուսը նախորդ օրը ֆիլմ էր տեսել, ինչ էր արել։ Թե դատավարությունից առաջ, թե հետո իրար հակասող տեսակետներ հնչեցին։ Փաստերով, որ ներկայացրել էին Մարիամ Սուխուդյանն ու կամավորական խմբի մյուս անդամներն, այս պահին դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցիչն անազատության մեջ է, իսկ դպրոցի տնօրենն ազատվել է աշխատանքից կրթության ու գիտության նախարարի որոշմամբ։ Դատական նիստն է հետաձգվում, նիստը, որի ընթացքում այսօր քննվում էր թիվ 11 հատուկ դպրոցի նախկին տնօրեն Մերուժան Ենգիբարյանի հայցը։ Մերուժան Ենգիբարյանը դատարան է դիմել անհիմն համարելով նախարարի իրեն աշխատանքից ազատելու հրամանը։ Ազատել ենք նախկին տնօրենին անվստահության հիմքով, փողակների մասին օրենքով նախարարությունը որպես լիազոր մարմին ունի համապատասխան մեծ լիազորություններ եւ իրավունքներ, եւ ես օգտվել եմ այդ իրավունքներից հանուն երեխաների իրավունքների պաշտպանության, հանուն դպրոցում բարոյական մթնոլորտի վերականգնման։ Կրթության և գիտության նախարարությունում վարկյան անգամ չեն կասկածում այս որոշման հիմնավորված լինելու մեջ։ Ավելին հաշվում են։ Վերջին տարվա ընթացքում անվստահության և այլ հիմքերով դպրոցի 13 տնօրեն է ազատվել աշխատանքից և ոչ միայն հատուկ դպրոցների տնօրեններ։ Իսկ որպես տնօրեն առաջադրվելու իրավունք այսուհետ կունենան նրանք, ովքեր կհանձնեն համապատասխան քննությունը։ Այս տարի արգելված են թռիչքները դպրոցներում։ Լայնածավալ խախտումների դեպքում դպրոցների տնօրենները հեռացվել են աշխատանքից։ 4 տնօրեն օրինակ այդ պատճառով հեռացվել աշխատանքից։ Տնօրեններ կան, որ հեռացվել են աշխատանքից ներքրեական գործի պատճառով։ Սրանք վերջի ժամանակներին գուցե ամենասուր ընկալում ունեցող և հանրային քննարկում ունեցող դեպքերն են, բայց իհարկե վերջինները չեն։ Մեր այս հանդիպման ընթացքում 30-ից ավելի էլեկտրոնային նամակ էր ստացել Արմեն Աշոտյանը։ Ընդհանրապես նախարարն համացանցի ակտիվ անդամ է, իսկ կայքը, որտեղ տնօրեններից ոչ պակաս դատապարտելի արարքներով ուսուցիչների մասին հայտնի դարձավ, սկսել են գործընկեր համարել։ Պուշկինի դպրոցում տեղի ունեցածը YouTube-ում հայտնվելուց հետո ուսուցիչը հեռացվել է աշխատանքից։ Համակարգում չի աշխատում նաև արաբկերի դպրոցներից մեկից հայտնի վերջին այս տեսանյութի հերոսը։ Համբերությունը հասարակության և նախարարության լծված է, զսպանակը սեղմված է և նորից ես կրկնեմ, որ մենք շատ օպերատիվ արձագանքում ենք և արձագանքելու ենք մեր գործընկեր գերատեսչությունների հետ միասին ցանկացած նման դրսևորումներ։ Արդյունավետությանը հավատում եք, պարոն նախարար։ Այո, չհավատայի չէի զբաղվել։ Արդյունավետ պայքարի շուրջ զրույցը նաև 16 միջոցառումներից կազմված փաստաթղթին էր վերաբերում։ Հակակոռուպցիոն ռազմավարության 2011-12 թվականների ծրագիրն արդեն հանրային քննարկման է դրվել։ Դրանով առաջարկվում է կոռուպցիայի դեմ հստակ մշակված մեխանիզմերով պայքարել։ Օրինակ, ֆինանսավորել միայն այն հաստատությունները, որոնք կրթական լավ արդյունքով են աշխատում։ Որպես տնօրեն պարտավոր ես կանխել կամ պատժել համապատասխան օրենքի համապատասխան շրջանակներում վերաբերմունք ցույց տալ որպես տնօրեն։ Եթե դա չի արվել տարիներ շարունակ եւ այդ երևույթները կրկնվել են, մնում է մտածել, որ մասնակից է։ Ենգիբարյանը իմացել է այդ մասին։ Ոչ միայն է իմացել, այլ շատ բաներ կա Ենգիբարյանի հետ կապված, ծեծերը, բռնությունների ենթարկել։ Այսօր կողմը գտնում է, որ այո, չկա այն օրենսդրական հիմքը, որով արձակվել հրամանը։ Պնդելու ենք միջև վերջ, հետար ճանապարհ չկա։ Նուբարաշենի թիվ 11 դպրոցի տնօրենի հայցը դատարանում կշարունակվի քննվել։ Դիանա Հարությունյան, Էդուարդ Պետրոսյան։